Հարգելի հետևորդներ, շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Այսօր ձեր համար պատրաստելու եմ լասոս շատ հետաքրքիր ձևով։ Կխնդրեմ մինչև վերջ մնաք մեզ հետ, դիտեք, որ իմանաք ինչ ձև եմ պատրաստում։ Պատրաստելու համար ինչա մեզ հարկավոր։ Համեմունքներից աղ, սև բիբար, մուսկատնի արեղ եւ տիմյան, ռազմարին, սխտոր, ապելսին, սլիվկի 33%-անոց եւ իկրա։ Մեր դեպքում լասոսը 3.5 կիլոգրամ է, ժողովուրդ ջան։ Ուրեմն ժողովուրդ ջան, ամենաառաջինը մեզի հարկավոր է լասոսը մաքրել։ Դե գնացինք մաքրելու։ Սկսում ենք մաքրել ձուկը։ Ամենակարևոր գործողությունն է, ժողովուրդ ջան, որ պետք է անպայման լավ մաքրվի ձուկը։ Հիմա ես ձեզի ցույց տամ, դե ինձ թվում է ցույց տալու բան էլ չկա, բոլորն էլ գիտեն ձուկը ինչ ձև է մաքրվում։ Հիմա ես մաքրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Հարգելի հետևորդներ, հիմա ես ձեզի ցույց կտամ ինչ ձև է մաքրել։ Մեր օպերատորին կխնդրենք մոտիկից ցույց կտա, որ դուք նույն ձևի պատրաստեք, անպայման պետք է որ լավ, սիրուն, յան մաքրվի։ Ուրեմն հաջորդ մեր քայլը ինչա մեզ հարկավոր անել։ Պետքա կտրատենք։ Ու ես ձեզի խոսք եթվե, որ շատ հետաքրքիր ձևով է լինելու, ժողովուրդ ջան։ Հիմա ես ձեզի կբացատրեմ, անպայման մինչև վերջ դիտեք, որ տեսնեք, թե ինչ ձև եմ պատրաստելու։ Պետքա կտրատենք։ Մեզի գլուխը պետք չի պատրաստելու համար։ Հարկավոր է շատ բարակ պետք չի անել, ժողովուրդ ջան, այս հաստության մոտարապես։ Ու հետո կտեսնեք ինչու եմ այս հաստության կտրատում։ Ձեզ հարկավոր է, որ այս հաստության, հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Եվ վերջինը, ժողովուրդ ջան, մինչև վերջ դիտեք վիդեոն, մանրամասները, որ իմանաք ինչ ձև եմ պատրաստում։ Հաջորդ քայլին կմիանանք։ Գնացինք։ Սկսում ենք պատրաստել։ Հիմա մեր օպերատորին նույն ձև կխնդրենք, մոտիկից որ ցույց տա ինչ եմ անելու, ժողովուրդ ջան։ Ուրեմն հարկավոր է մեզի այս մեջտեղի ոսկորը կտրատենք, որ հանենք։ Ժողովուրդ ջան, ձեզի հարկավոր է, որ դուք այս ձևի տեսք ստանաք կտրատելուց հետո։ Մաքրելուց հետո մեզի անհրաժեշտ է, հիմա նորից էլի ցույց կտամ, մեջտեղի մասը մենք արդեն կտրատը հանել ենք, հեսա ձեզի ցույց կտամ, ժողովուրդ ջան, որ տեսանելի լինի։ Մեզի հարկավոր է թեքել եւ այս մասից պետքա կտրատենք։ Կաշին առանձնացնենք։ Ժողովուրդ ջան, կտրատելուց հետո կաշին, հիմա ես ձեզ ցույց կտամ ինչ ձև է պետք հավաքել։ Ու կաշին այսպես ակուրատնի վերցնում ենք ու ինձ թվում է տեսանելի է, թե ինչ ձևի տեսք ենք արդեն ստացել։ Մեզի հարկավոր է ֆոլգա, անհրաժեշտ է մեջտեղի մասը այս ձևի տեղադրում եք, վերցնում ենք թելը,
Ինձ թվում է արդեն տեսանելի է, թե ինչ ձևի տեսք ենք ստանալու, ժողովուրդ ջան։ Ավելացած թելերը կարելի է կտրատել։ Պատրաստելու ժամանակ այս ձևի տեսքաձեզի պետք ստանալ։ Հիմա ես մի հատ էլ կպատրաստեմ ձեր համար, ժողովուրդ ջան։ Գնացինք։ Եվ հաջորդը։ Նույն ձևի, ժողովուրդ ջան, անհրաժեշտ է մեջտեղի ոսկորը հեռացնել, որ կարողանանք յան սիրուն ձևի ռուլետի պես հավաքել։ Նույնպես անհրաժեշտ է կողքի փշերը հեռացնել։ Փշերը հեռացնելուց հետո անհրաժեշտ է այս մասից կաշին առանձնացնել։ Ու սկսում ենք տեստ տալյան։ Անհրաժեշտ է ֆոլգա։ Մեջտեղի մասը ֆոլգա ենք տեղադրում։ Եվ մեր վերջի քայլը անհրաժեշտ է թելով կապել։ Վերջնական տեսքը արդեն ստացել ենք։ Եվ տեղադրում ենք թավայի մեջ։ Հիմա ես բոլորը պատրաստեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Հարգելի հետևորդներ, ոնց որ ես ձեզի խոսք էի տվել 800 հոգի պատմիշիկ լինելուց հետո պետք է Ջուլիան ձեզի սովորացնի տորտ թխել։ Հիմա ես ցույց կտամ ինչ ձևի տորտ է պատրաստել, ժողովուրդ ջան։ Հարսանիքի տորտ է այսօր պատրաստել։ Որոշեցի ձեզի ցույց տամ, որ դուք իմանաք ինչ ձևի տորթեր եք սովորելու։ Ու ինչ ձևի տորթեր է ձեզի սովորացնելու։ Հիմա մեր օպերատորին խնդրեմ մոտիկից ցույց կտա։ Համընկնեց, էլի ժողովուրդ ջան, համընկել է։ Համ իմ ձուկ պատրաստելը ու տորտ թխելը նույն օրն էր, դրա համար որոշեցի ձեզի ցույց տամ։ Տեսնեք, թե ինչ ձևի տորթեր է պատրաստում։ Իմ կինը։ Դե գնացինք ձուկ պատրաստելու։ Հիմա մենք ձեզի վերջնական տեսքը ցույց կտանք, ինչ ձև է մեր մոտ ստացվել, ինչ գեղեցիկ տեսք ունի։ Հիմա մեզի անհրաժեշտ է ամենաառաջինը աղ։
Աղը ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է կտրատել ապելսին։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Ձուկը լավ աղ ցանելուց հետո երկու կողմն էլ պետքա որ լավ ցանեք։ Անհրաժեշտ է 1 կատ ապելսին տեղադրել ձկան տակը։ Որ ինքը լավ արամատ տա ժողովուրդ ջան ու ձեր մոտ շատ համեղ ստացվի։ Կխնդրեմ անպայման կոմենտարյաների մեջ գրեք, որ պատրաստեք, թե ձեր մոտ ինչ ձև է ստացվել։ Ու համոզված եմ, որ շատ համեղ է ձեր մոտ ստացվելու։ Հիմա մենք այս ձևի տեղադրելուց հետո ջեռոցը զառանի արդեն միացրել ենք, ժողովուրդ ջան, 200 աշճան, եփելու է 15-ից 20 րոպե։ Մինչ այդ մենք տեղադրենք դուխովքի մեջ, մեզի անհրաժեշտ է պատրաստել սոուս։ Կմիանանք ձեզի սոուս պատրաստելու ժամանակ։ Գնացինք։ Մինչև մեր ձուկը պատրաստվի, մեզի անհրաժեշտ է պատրաստենք սոուս։ Ավելացնում ենք սլիվկի, ավելացնում ենք ռազմարին, որը շատ անհրաժեշտ բան է, ժողովուրդ ջան։ Ավելացնում ենք աղ, ավելացնում ենք սև բիբար, ավելացնում ենք մուսկատնի արեղ, մոլոտի, աղացած ժողովուրդ ջան։ Ավելացնում ենք տիմյան, որը ինքն էլ է շատ պրիատնի արամատ է տալի։ Ավելացնում ենք սխտոր, եւ վերջինը։ Ու անհրաժեշտ է խառնել։ Ժողովուրդ ջան, հենց եռա պետքա անենք։ Դե գնացինք։ Մեր սոուսը արդեն պատրաստ է, կմիանանք ձեզի ձուկը եփվելուց հետո։ Գնացինք։ Սոուսը եփվելուց հետո մեզի անհրաժեշտ է ավելացնենք մակադամի։ Հինգատ բավական է։ Բավական է։ Անհրաժեշտ է կտրատել։
Բավական է։ Եվ ավելացնում ենք մեր սոուսի վրա։ Ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է խառնել։ Մեր սոուսը պատրաստ է։ Կմիանանք ձեզի ձկան վրա սոուսը ավելացնելու ժամանակ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ինչ հավեսին էփել է, որ չցույց տայի չէի կարա։ Հարգելի հետևորդներ, հիմա կարաք վայելեք մեր ձուկը, թե ինչ ձև ենք պատրաստ է։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց տա, լստեն նայեք էս շքեղությունը։ Հիմա ես ձեզի ցույց կտամ, ժողովուրդ ջան, ինչ ձև է պետք մատուցել։ Վերցնում ենք ձուկը։ Ֆոլգան մեջի անհրաժեշտ է հանել։ Ավելացնում ենք մեր պատրաստած սոուսը։ Թելը կտրում ենք։ Անհրաժեշտ է ավելացնել իկրա։ Հլստե նայեք ժողովուրդ ջան։ Նայեք ինչ շքեղ տեսք ունի։ Նեզ որ կարաք պատրաստեք ժողովուրդ ջան, ձեր հյուրերին զարմացնեք։ Հիմա ես կփորձեմ ու ձեր հետ կլնեմ շատ անկեղծ։ Ինքը ինքան հավեսին է էփ է, որ լստե նայեք։ Անհրաժեշտ է այսպես վերցնում ենք։ Էս ինչ համեղ է ժողովուրդ ջան։ Որ անում են ժողովուրդ ջան։ Այդ ձևի համեղ է։ Հələ մի րոպե ժողովուրդ ջան, մեկը պիտի փորձեմ։ Ժողովուրդ ջան, սոուսը այնքան լավ է պատրաստվել ու այնքան համեղ է ստացվում, այնպես որ կարաք պատրաստեք ու անպայման ես համոզված եմ, ժողովուրդ ջան, դուք կոմենտարիաների մեջ կգրեք, ընձիկ ասեք, որ ինչ համեղ ձուկ է ստացվել։ Ժողովուրդ ջան, խոսքեր չկան, շատ համեղ է ստացվել։ Բոլորի զատիկը շնորհավորում եմ, ժողովուրդ ջան։ Ու էլի եմ կրկնեմ, ես իմ ամենասիրած բանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք ու հավեսին վայելում ենք։ Դե գնացինք։